Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ ժուլեն եմ պատրաստել և ուզում եմ պատրաստման ընթացքով ձեր հետ կիսվել։ Միգուցե շատերը տեսնելով տեսանյութերը մտածում են լավ չի ստացվի, համեղ չի ստացվի, ես էլ կվստահեցնեմ, որ շատ համեղ է, բոլորը հավանեցին, դուք էլ պատրաստեք։ Ուրեմն այստեղ մեծ հավ ունեի, կվերցնեմ այս հավի կրծքամիսը, մոտ կեսն եմ վերցնելու, կեսը կշռում էր 800 գրամ և խանութից սունկ է բերել ամուսինս, քանի որ թրջած չի, երեսի այդ իրակեղևը մի քիչ չոր է, այսպես կմաքրեմ դանակով, կկտրատեմ ու կօգտագործեմ, հենց այս սունկն էլ պատճառ եղավ, որ ես այդ ժուլենը պատրաստեմ, որոշել էի հավի կրծքամսով ուրիշ ուտեստ պատրաստել, ուրեմն տապակի մեջ լցնում ենք կարագ և կարագի վրա քերած սոխ եմ ավելացնում, որպեսզի ընթացքում ինչքան որ եփվի, այդ սոխը մանրանա և չերևա։ Ոսկեգույնելուց հետո, երբ սոխը արդեն եփված է, սոխեռած եղած է, ավելացնում ենք մանր կտրատած հավի կրծքամիսը։ Երևի կռահեցիք, որպեսզի չձանձրացնեմ ձեզ դիտելուց, հավի կրծքամիսը նախօրոք կտրատել էի, սունկը նախօրոք կտրատել էի և այստեղ ուզում եմ միայն ընթացքը տեսնեք։ Ուրեմն հավի միսը, բերանը, կափարիչը փակ, թողնում ենք սոխեռածի մեջ տապակվի, մինչև կտապակվի, այստեղ քերում ենք պանիրը, պանիրը վերցրել էի մոցարելա հալվող պանիր։ Օգտագործելու ենք նաև սերուցք, շատ համեղ է ստացվում, իդեպ սերուցքով ես ամեն ինչ սիրում եմ, թե մակարոնեղենը պատրաստած, թե ժուլենը, թե ձուկը տապակած, շատ եմ սիրում։ Դե հավի մսից արդեն հյութ է դուրս տվել, կափարիչը փակ եփվել է և կարմրել այդքան կարևոր չի, կարևորը որ եփվել է, հիմա ավելացնում ենք հում սունկը, այստեղ նորից սունկը տապակվելուց, սունկը իրենից ջուր կարտազատի, կափարիչը կփակենք, երկուսը միասին լավ կեփվի, հետո որ տեսնենք արդեն եփված է, գոնե մի 15 րոպե հետո կափարիչը կիսաբաց կանենք, որպեսզի հեղուկը գոլորշիանա, ահա տեսեք իրեն հավասար հյութ է դուրս տվել, ծածկել է ամբողջ կրծքամիսն ու սունկը, հիմա կիսաբաց կափարիչը կանեմ, կթողնեմ, որ ջուրը քաշվի, արդեն ջուրը քաշվել է, ավելացնում եմ աղը, մի փոքր սև պղպեղ, մի լավ խառնում ենք ու ավելացնում ենք ալյուր։ Ովքեր ինձ մշտական հետևում են, ուրեմն կիմանան, որ ցորենի ալյուր ամուսնուց չի կարելի, ապա վերցնելու եմ առանց գլյուտեն ալյուր, Garnets ֆիրմայի ալյուրից եմ վերցնելու, որպեսզի այս համեղ ժուլենից ամուսինս էլ ճախճակի։ 2 ճաշի գդալ ավելացնում եմ, էլ առանցին թանձրուկ չեմ եփում, սերուցքով, ալյուրով կամ մի փոքր էլ կարող են կաթ ավելացնել, բայց ես կաթով չեմ սիրում, որ գիտեմ մեջը կաթ կա, ոնց որ չեմ կարողանում ուտել, դրա համար միայն սերուցք եմ ավելացնելու, այստեղ ալյուրը խառնում ենք, երբ խառնվում է, տարածվում ամբողջ տապակված մթերքին, ավելացնում եմ սերուցքը։ Օգտագործած չափաբաժինները կգրեմ տեսանյութի ներքևում, որպեսզի դուք էլ կողմնորոշվեք, թե ինչքան սնկի համար ինչքան միս օգտագործեք և ինչքան սերուցք, թեպետ խառնելու ընթացքում, երբ սերուցքը ալյուրի հաշվին խտանում է, թանձրանում է և պետք է նորից այսքան եփածը դնենք ջեռոցը, ես էլի եմ սերուցք ավելացրել, նախատեսված չափից ավել եմ լցրել, այստեղ քանի որ պանիրը պետք է հալվի, կափարիչը ծածկելու եմ հալվի, ուշադրություն չենք դարձնում և ժամանակ չենք ծախսում պանիրի կտորների վրա, ուղղակի կտրատել եմ, ահա տեսեք ինչ լավ հալվել է, շատ եմ սիրում այս տեսակ պանիրները և ուտեստների մեջ օգտագործելուց հալվում է, մի լավ խառնում ենք, որ տարածվի և հենց այսպես տաք-տաք վիճակում դատարկում ենք այն ամանի մեջ, որը պետք է տեղափոխենք ջեռոց, եթե նմանատիպ տապակ է, կարող եք հենց սա էլ տեղափոխել ջեռոց, բայց ես կդատարկեմ։ Նախ մի քիչ արդեն անցել էր, ընթացքում էլի ճաշատեսակ պատրաստեցի,
հիմա կդատարկեմ այստեղ, դեռ ժամանակ ունենք մինչև ընտանիքիս անդամները հավաքվեն, կդնեմ ցածր ջերմաստիճանի տակ, ինքը ջեռոցում կտաքանա։ Ուրեմն հավասար տարածում ենք ամանի մեջ, նայած ձեր ամանի չափը ինչքան է, ես սա ունեմ ջեռոցի համար նախատեսված, հրակայուն, ամբողջը տարածեցի, վրան ավելացնում եմ նորից քերած պանիր և 150 աստիճանի տակ եմ դնելու, դնում եմ ջեռոցը, նայում եմ մինչև պանիրը հալվի ու հանում եմ։ Ահա սիրելիներս, ախորժալի, չեք պատկերացնի ինչքան մարդ էր, որ փոքր այսպես գովազդի տեսքով ներկայացրել էի իմ ֆեյսբուքյան ալիքում, շատ-շատերն էին անձնական գրել, թե ես ինչ համեղություն ես պատրաստել, դե ես էլ արդեն բոլորին հրավիրում էի, բայց այդպես էլ մենք տանեցիներ, ովքեր հանք ճաշակեցինք, այսպես սիրելիներս, հատուկ ձեր համար, դուք էլ փորձեք, թեկուզ քիչ քանակով, կարելի է խոհանոցում նորություններ պատրաստել, պետք է անպայման ճաշակեն, որպեսզի հասկանան, իրենց դուր եկավ սիրում են, թե չեն սիրում։ Մի խոսքով բոլորը հավանեցին, շատ լավ ստացվեց, պատրաստեք, շնորհակալ եմ, որ նայեցիք, շնորհակալ եմ, որ տեսանյութի ներքևում գրում եք ձեր կարծիքները, մինչև դուք կդիտեք այս տեսանյութը, կպատրաստեք ընթրիքի ընթացքում, ես ձեր համար պատրաստում եմ գիլասի և դամբուլի ու վիշնյայի լիկյոր, կհանդիպենք հենց այդ տեսանյութը պատրաստելու ընթացքում, բոլորիդ ուրախոր եմ մաղթում, առողջ եղեք և մնացեք իմ ալիքում դիտելու հաջորդ տեսանյութերը։